Ողջույն բոլորին, այսօր վրացական խոհանոցից պատրաստում ենք ամենահամեղ աղցաններից մեկը, ացեցիլի։ Եթե սիրում եք թթվաշություն ունեցող, կծու, սխտորի ընդգծված համով աղցաններ, ապա այս աղցանը ևս շատ կհավանեք։ Չնայած որ չափազանց համեղ աղցանը պատրաստվում է ամենապարզ, մատչելի բաղադրիչներով։ Ընդամենը 1000 դրամ ծախսելով ացեցիլի կարող եք մի քանի անգամ պատրաստել ձմռանը, իսկ թե ինչպես մնացեք ինձ հետ և տեսանյութը դիտեք մինչև վերջ։ 1 կգ սմբուկը լավ լվանում ենք, կեղևազատում ենք և հեռացնում ենք կոթունի հատվածները։ Ինչպես նկատում եք, սմբուկները մի փոքր կանաչ երանգ ունեն, դա նշանակում է, որ դրանք անպայման դառնություն են պարունակում, քանի որ արդեն աշուն է։ Շերտատում ենք 4-ից 5 մմ հաստությամբ և վրան աղ ենք ցանում, թողնում ենք մոտ 10-15 րոպե, որպեսզի դառնությունը դուրս գա։ Ացեցիլի պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը կես ժամ և մի քանի 100 դրամ, և արդյունքը ստացվում է գերազանց։ 15 րոպեանց երբ կտորների վրա գոյանում են կաթիլներ, չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով և տապակում ենք։ Որպեսզի սմբուկը սպունգի նման ձեթ չկլանի, ձեթը պետք է շատ լավ տաքացնել։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Մի կողմից տապակվելուց հետո շրջում ենք և տապակում ենք նաև մյուս կողմից, այնուհետև հանում ենք և դնում ենք խոհանոցային անձեռոցիկների կամ փլավքամիջի մեջ, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։ Այսպես տապակում ենք ամբողջ սմբուկը։ Ացեցիլիի համը պատրաստվող թանձրուկի մեջ է, որ աղցանը դարձնում է չտեսնված համեղ։ Հիմնական բաղադրիչը, ինչպես տեսնում եք, սմբուկն է, ստացվում է պարզ, սակայն չկրկնվող աղցան։ Բարեկամների ալիքում կգտնեք ավելի քան 3 տասնյակ սմբուկով աղցաններ։ Մի քանիսի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումներով և դիտել տեսանյութերը։ Տապակվելուց հետո սմբուկը բաժանում ենք այսպիսի երկարավուն կտորների, կարող եք նաև ձեռքերով աշխատել։ Իսկ հիմա պատրաստենք թանձրուկը, որի համար մեզ անհրաժեշտ է կես կիտրոնի հյութ և 80 գրամ ընկույզ։ Եթե ձեռքի տակ թարմ կիտրոն չկա, կարող եք այն փոխարինել խնձորի քացախով, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Կանաչինիից մեզ անհրաժեշտ է համեմ և ազատ քեղ։ Այսպես մի քանի տեղից կտրում ենք, որպեսզի բլենդերը հեշտ մանրացնի։ Կծվություն հաղորդելու համար պետք է չորացրած տաք տեղ, եթե ձեռքի տակ չկա, կարելի է օգտագործել թարմը։ Թարմ կիտրոնի հյութը, կանաչին, տաք տեղը և ընկույզը լցնում ենք բլենդերի ամանի մեջ։ Ավելացնում ենք նաև վրացական խոհանոցին բնորոշ համեմունքներ։ Սև պղպեղես ճաշակի, վրացական խմելի սունելի, 2 ատամիկ սխտոր և 2 ճաշի գթած ձիթապտղի ձեթ։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել 1 գլուխ կարմիր սոխ, ես նախընտրում եմ պատրաստման այս տարբերակը։ Ձեռքի 1-2 շարժում և վերջ, թանձրուկը պատրաստ է։ Այս թանձրուկը այնքան համեղ և բուրավետ է, որ կարելի է հենց այսպես սկսել հացին և անուշ անել։ Մնում է լավ խառնել, որպեսզի համերը տարածվեն և վերջ, կարելի է մատուցել։ Այս աղցանը ձմռանը պատրաստելու համար ես նախապես տապակում եմ սմբուկը, դնում եմ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների մեջ և սառեցնում եմ։ Ըստ անհրաժեշտության հանում եմ սմբուկը, պատրաստում եմ թանձրուկը և 1-2 րոպե աղցանը պատրաստ է։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս օգտվել պատրաստման այս եղանակից, հեշտ և մատչելի տարբերակ է։ Այսպես կխնայեք և ձեր գումարը և ժամանակը։
Դե ինձ սիրելիներս, այսօր էլ վրացական խոհանոցից նման հրաշալի աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։